Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հանրապետության տոնի առթիվ պետական բարձր պարգևներ է հանձնել ոստիկանության եւ փրկարար ծառայության մի շարք ծառայողների։ Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի միջնորդությամբ եւ հանրապետության նախագահի հրամանագրով ծառայության ընթացքում ցուցաբերած նվիրումի օրինականության եւ հասարակական կարգի պահպանության գործում ներդրած ավանդի համար ներքին գործերի նախարարության մի շարք ծառայողներ պարգևատրվել են հայրենիքին մատուցած ծառայությունների համար երկրորդ աստիճանի, հասարակական կարգի գերազանց պահպանման համար եւ երախտագիտության մեդալներով։ Արփինե Սարգսյանը պետական բարձր պարգևների արժանանալու կապակցությամբ շնորհավորել է ծառայողներին, ընդգծելով, որ դրանք ոչ միայն անհատական, այլև թիմի աշխատանքի գնահատանքի դրսևորում են, ուղղված ոստիկանության եւ փրկարար ծառայության ամբողջ անձնակազմի աշխատանքին։ Նախարար Սարգսյանն ընդգծել է, որ պետական պարգևները նույն նվիրումով ու պատասխանատվությամբ ծառայությունը շարունակելու մասնագիտական առաջընթացի ու նոր ձեռքբերումների խթան են։ Եթե ձեր հասցեում հայտնաբերել եք անծանոթ մարդու տվյալներ, ինչ անել։ Տվյալ պարագայում անպայման պետք է դիմել ոլորտի լիազոր մարմին, միգրացիա եւ քաղաքացիության ծառայություն։ Նման իրավիճակ հնարավոր է, եթե այդ հաշվառումը պահպանված է դեռևս վաղուց, գուցե տվյալ բնակելի տարածքի նախկին սեփականատերերի կողմից կատարված հաշվառում է։ Մենք իրավիճակը շատ արագ անմիջապես կշտկենք։ Ներքին գործերի նախարարությունը իրազեկում է ընտրությունների նշանակման որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև ընտրությունների արդյունքների ամփոփումը, ազգային ժողովի ընտրությունների դեպքում ազգային ժողով ընտրվելու մասին որոշումը տեխնացուի, կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի անդամի կամ լիազորված անձի, վստահված անձի անունից կամ որևէ այլ եղանակով կամ բարեգործության անվան տակ ընտրողին անհատույց կամ արտոնյալ պայմաններով դրամ, սննդամթերք, արժեթուղթ, ապրանք տալը, խոստանալը կամ ծառայություններ մատուցելը կամ բարեգործության հետ միաժամանակ նախընտրական քարոզություն իրականացնելը պատժվում է ազատազրկմամբ մինչև 6 տարի ժամկետով։ Հիշեք, արժանապատիվ ապագան սկսվում է արդար ընտրությունից, ընտրական բարեգործությունը քրեորեն պատժելի է։ Հունիսի 2-ին ներքին գործերի նախարարությունում տեղի ունեցել աշխատանքային քննարկում, որը վարում էր ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը։ Մասնակցում էին ներքին գործերի նախարարության, գլխավոր դատախազության, քննչական եւ հակակոռուպցիոն կոմիտեների ներկայացուցիչներ, օրակարգում անձնավորության վիճակագրության եւ հետազոտությունների ոլորտի թվայնացման վերաբերյալ հարցերն էին։ Ներկայացվել է վիճակագրական քարտերի հաշվառման էլեկտրոնային հարթակի նախագծային տարբերակը, ինչը թույլ կտա թղթային գործընթացները փոխարինել թվային լուծումներով, ապահովելով հետագծելիությունը։ Անդրադարձ է կատարվել արհեստական բանականության գործիքների կիրառմանը, որոնք նախատեսվում է օգտագործել տվյալների վերլուծության, հնարավոր անհամապատասխանությունների բացահայտման եւ այլ գործառույթների համար։ Քննարկվել են նաեւ իրավապահ մարմինների տեղեկատվական համակարգերի ինտեգրման հնարավորությունները, ինչի արդյունքում ապահովվելու է տվյալների փոխգործելիությունն ու տեղեկատվության փոխանակման արդյունավետությունը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել հարթակի տեխնիկական եւ բովանդակային լուծումների շուրջ միասնական մոտեցումներ ձևավորելու նպատակով շարունակել աշխատանքային քննարկումները։ Եթե վերջնական ցուցակների հրապարակման պահին դեռևս լրացած չէ անձի 18 տարին, կարողանալու է նա մասնակցել ընտրություններին, թե ոչ։ Պատասխանը դրական է, կարողանալու է։ Ավելին, եթե անձի 18 տարին լրանում է անմիջապես հունիսի 7-ին, քվեարկության օրը, ապա նրա տվյալները արդեն իսկ ներգրաված են ցուցակներում։ Բոլորը կարող են ստուգել եւ համոզվել, ինչպես նաեւ անպայման քվեարկել։ Ներքին գործերի նախարարությունը իրազեկում է ընտրակաշարք ստանալը պատժվում է մինչև 7 տարի ժամկետով ազատազրկմամբ, ընտրակաշարք տալը մինչև 8 տարի ազատազրկմամբ։ Հիշեք, արժանապատիվ ապագան սկսվում է ազատ ընտրությունից, քո ձայնը վստահություն է, ոչ թե վաճառքի առարկա։ Ներքին գործերի նախարարության ոստիկանությունը թիրախային պայքար է իրականացնում ավտոմեքենաներից կատարվող գողությունների եւ շորթման դեպքերի կանխարգելման, բացահայտման ու դրանց դեմ արդյունավետ հակազդման ուղղությամբ։ Հետևողական աշխատանքի հերթական արդյունքը Շենգավիթի համայնքային ոստիկաններն արձանագրեցին մայիսի 22-ի գիշերը ժամը 4:40-ին Մայրաքաղաքի Եղբայրության փողոցի մոտ գողության եւ շորթման փորձ կատարելու կասկածանքով նրանք ձերբակալեցին Արին Բերդի փողոցի բնակիչ 15-ամյա մի պատանու։ Ըստ իրավապահների հիմնավոր տեղեկությունների, նաև 17-ամյա մեկ այլ պատանի Մայրաքաղաքի վարչական տարբեր շրջաններում տասնյակ մեքենաներից կատարել էին գողություն եւ շորթում։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, քննիչների եւ ոստիկանների համատեղ աշխատանքի արդյունքում հիմնավորվել է նրանց կողմից կատարված շորթման 20 դեպք։ Նախաքննությունը շարունակվում է։ Ինչպես կարող է մահացած անձի անուն-ազգանունը մնալ ցուցակներում։ Այս հարցին իհարկե բազմիցս անդրադարձել ենք, սակայն կրկնեմ եւս մեկ անգամ։ Եթե մահը արձանագրվում է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս, ապա
ապա լիազոր մարմինը չի ստանում մահվան վերաբերյալ որևէ տեղեկատվություն, մինչև հարազատները, ընտանիքի անդամները չեն դիմում լիազոր մարմնին կամ քաղաքացիության ակտերի գրանցման գործակալություն կամ միգրացիա եւ քաղաքացիության ծառայություն ներկայացնելով համապատասխան փաստաթղթերը։ Եթե հայտնաբերել եք մահացած անձի տվյալներ ցուցակներում, անպայման դիմեք մեզ։ Ներքին գործերի նախարարությունը իրազեկում է հավաքին մասնակցելուն հարկադրելը անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ բռնություն գործադրելու, գույքը ոչնչացնելու, վնասելու, վերցնելու սպառնալիքով կամ շանտաժի միջոցով, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը պատժվում է ազատազրկմամբ մինչև 5 տարի ժամկետով։ Եթե քաղաքացու անձը հաստատող փաստաթղթի ժամկետը լրացած է, կարող է նա մասնակցել ընտրություններին, թե ոչ։ Այս հարցի պատասխանը բաղկացած է երկու մասից։ Իրավիճակներ, երբ քաղաքացու անձը հաստատող փաստաթղթի ժամկետը լրացած է մինչև 6 ամսով, եւ իրավիճակներ, երբ քաղաքացու անձը հաստատող փաստաթղթի ժամկետը լրացած է ավելի քան 6 ամսով։ Առաջին պարագայում անձը կարող է մասնակցել ընտրություններին, նա պետք է գտնի իր անունը ցուցակներում եւ միանգամից քվեարկության օրը հունիսի 7-ին ժամկետանց անձնագրով կարող է միանգամից մոտենալ ընտրատեղամաս եւ իրացնել իր ընտրելու իրավունքը։ Երկրորդ պարագայում անձը պետք է փոխանակի իր անձնագիրը եւ դա պետք է անել արդեն այսօր։ Փոխանակված անձնագրով անձը կարող է հանգիստ քվեարկել։ Իսկ եթե դիմումը ներկայացրել է, սակայն մենք դեռևս չենք հասցրել անձնագիրը տպագրել եւ տրամադրել քաղաքացուն, ապա նրան տրամադրելու ենք հատուկ տեղեկանք, որով կրկին կարող է մասնակցել ընտրություններին։ Բայց այստեղ կա նաեւ երրորդ սցենար, երբ անձը ստացել է քաղաքացիություն եւ երբևէ դեռևս չի անձնագրավորվել։ Պետք է խնդրենք մինչեւ քվեարկության օրը անպայման հասցնել ձեռք բերել անձնագիր, որովհետև դա նախապայման է քվեարկությանը մասնակցելու համար։ Ներքին գործերի նախարարությունը իրազեկում է քվեարկության օրը արգելվում է տեղամասային կենտրոնին հարող տարածքում մինչև 50 մետր շառավղով խմբերով հավաքվելը, տեղամասային կենտրոնի մուտքին հարող տարածքում մեքենաների կուտակումը։ Ընտրատեղամասի տարածքում հասարակական կարգի պահպանումն ապահովում են տեղամասային կենտրոնում ծառայություն իրականացնող ոստիկանության ծառայողները, անկախ ընտրական հանձնաժողովի պահանջից։ Եթե անձը չի գտնվում Հայաստանի Հանրապետությունում, սակայն ցանկանում է ժամանել եւ մասնակցել քվեարկությանը, ինչ պետք է անի։ Երկու կարևոր գործողություն ունի իրականացնելու տվյալ անձը։ Պետք է ստուգի իր հաշվառումը, պետք է ստուգի իր անձնագրի վավերականության ժամկետը, կամ պարզապես անհրաժեշտ է ստուգել նախնական ցուցակները, որոնք արդեն հրապարակված են։ Եթե անձը չի հայտնաբերի իր տվյալները նախնական ցուցակներում, ապա կամ հաշվառման խնդիրն է պետք կարգավորել, կամ անձնագրի։ Երկու դեպքում էլ արդեն գործելու ժամանակն է։